Ֆրանսիայում անտառային հրդեհի մոտ 32 ակտիվ օջախ կա, ըստ կառավարության սա աննախադեպ իրավիճակ է։ Ամենածանր իրավիճակը Ժիրոնդի դեպարտամենտում է, այնտեղ առնվազն 240 տուն է մոխրացել։ Ժիրոնդի վարչական կենտրոն Բորդոյի շրջակայքի համայնքներում մոլեգնող անտառային հրդեհները մոտենում են ֆրանսիական ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին։ Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, հրդեհների անմիջական հարևանությամբ են գտնվում Ariane Group աերոտիեզերական ընկերության 4 օբյեկտները։ Այդ ձեռնարկություններում վառելիք ու շարժիչներ են արտադրվում հրթիռների ու բալիստիկ զենքերի համար։ Բորդոյի քաղաքային իշխանության խոսնակը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի բնակչության լիակատար տարհանման հարցը։ Քամու պատճառով հրդեհը տարածվում է, կրակը կարող է մինչև 100-110 մետր ցատկել նոր օջախ առաջացնելով։ Ժիրոնդի պաշտոնյաները կոչ են արել զբոսաշրջիկներին չմեկնել Ֆրանսիայի հարավ-արևմուտք, քանի դեռ կրակի ակտիվ օջախներ կան։ Բարդ է, հոգնած ենք, բայց վճռական, մեր տներն ենք պաշտպանում, դրա համար ենք այստեղ։ 2500 հրշեջ ու քաղաքացիական անվտանգության գրեթե բոլոր ինքնաթիռներն օգնում են մեզ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, այս տարի ամբողջ երկրում այրվել է 98,000 հեկտար տարածք։ Նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր այսքան շատ հրդեհների օջախներ չեն եղել։ Անտառային հրդեհի հետևանքով Իսպանիայում մեկ զոհի մասին են հայտնում տեղական լրատվամիջոցները։ Վալենսիայի մոտակայքում 70 տարեկան տղամարդուն հրշեջները մահացած են գտել իր մեքենայում։ Մադրիդի հարակից տարածքներում իսպանացի հրշեջները փորձում են կանխել նոր բռնկումները։ Նրանք հայտնել են, որ առավոտյան հաջողվել է Մադրիդից արևմուտք գտնվող հրդեհներն ամբողջությամբ վերահսկել։ Չնայած հուսադրող լուրին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստովանել է, առջևում բարդ ժամանակներ են։ Գիշերը իրավիճակը բարելավվել է, տեսնենք թե ինչպես կզարգանա իրավիճակն այսօր։ Կոչ եմ անում բոլոր բնակիչներին առավելագույն զգուշություն ցուցաբերել։ Երեկվա տվյալով այս տարի այրվել է 130,000 հեկտար տարածք, այսօր այդ թիվն արդեն հասել է ավելի քան 150,000 հեկտարի։ Օրեր շարունակ Եվրոպայում մոլեգնող հրդեհների պատճառով Ֆրանսիայում եւ Իսպանիայում ավելի քան 300,000 մարդ է լքել բնակավայրը։ Հազարավոր մարդիկ քնում են մարզադահլիճներում եւ ցուցահանդեսային կենտրոններում։ Երբ ստացանք տարհանման հրահանգը, չէինք կարծում, որ այսքան երկար կտևի։ Մտածեցինք մի քանի ժամից կվերադառնանք տուն, բայց կարծես ոչ, հրդեհն ավելի շատ է տարածվել։ Օդերևութաբանների կանխատեսմամբ եւս մի քանի ջերմային ալիքներ են սպասվում Եվրոպայում։ Այս շաբաթ ամենաշատ տուժած տարածքներում ջերմաստիճանը կրկին կբարձրանա, անձրև չի սպասվում։ Եվրամիության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը հայտարարել է, հավանական է, որ Եվրոպայում անտառային հրդեհների վնասը կգերազանցի նախորդ տարիների ռեկորդները։ Մարիամ Ամիրջանյան, Էլենիա Հինյան, Հայլուր։